Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր պիտի խոսիմ շատ կարևոր նյութի մասին։ Այն, թե Աստվածաշունչին մեջ գրված է, որ մերելներուն համար հոգեհանգիստ պետք է կատարենք։ Այս հարցը շատեր կհարցնեն, մանավանդ երբ Գաբրին արեմդյան երկիրներու մեջ, փոքականյան շրջանակներու մեջ, փոքական եկեղեցիներն են, որոնք միշտ թեմ են հոգեհանգիստին եւ ոչ միայն հոգեհանգիստին անշուշտ, փոքական եկեղեցիները թեմ են սրբապատկերներուն, Սուրբ Մարիամ Աստվածամայր գոչերուն, եկեղեցվո խորհուրդներուն եւ շատ ուրիշ բաներու։ Մինչդեռ ուղղափառ եկեղեցիները եւ կաթողիկ եկեղեցիները հին ժամանակեն սկսյալ բահբանած են այն բոլոր ուսուցումները, որոնք թե առաքյալներուն կողմէ փոխանցված են եկեղեցվո սպասավորներուն եւ թե նաեւ եկեղեցվո հայրերը Սուրբ Հոգիեն սորված են եւ փոխանցած են իրենց հավատացյալներուն։ Հետևաբար կարելի է հոգեհանգիստ կատարել։ Ինչ կսե Աստվածաշունչը։ Եթե փոքականներու արարգության նայենք, որ Աստվածաշունչի մեջ գրված չէ հոգիներուն համար, մեռած մարդոց հոգիներուն համար աղոթք բարձրացնելը, ապա նաև ասեմ, որ Աստվածաշունչը երբեք չարգելեր, որ մեռած հոգիներուն համար աղոթք չբարձրացնենք։ Նախ գուզեմ խոսիլ աղոթքի մասին։ Ինչ է աղոթքը։ Աղոթքը Աստուծո հետ խոսակցություն է։ Աղոթքը եւ փառաբանություն է Աստծո ուղված եւ խնդրանք է նաեւ։ Խնդրանք ոչ միայն անձի համար, այլ խնդրանք հավատացյալներու համար, իրարու համար։ Մենք չենք աղոթեր անձնասիրաբար միայն մեր անձին համար, այլ գաղոթենք բոլորին համար, իրարու համար։ Եվ ասիգա բադվեր է Սուրբ Գրային։ Օրինակ, երբ գգարտանք սիրելներ Հակոբոս դիարնեղբոր նամակը, Հակոբոս դիարնեղբոր նամակի 5-րդ գլխու 16-րդ համարի մեջ գսվի. հետևաբար ծեր մեղքերը իրարու խոստովանեցեք եւ իրարու համար աղոթեցեք, որբեսի բժշկվիք, որովհետեւ արդարի աղոթքը աստեցիկ է եւ մեծապես գոքնե։ Ահավասիկ առաքելական բադվերմը իրարու համար աղոթել։ Բողոս առաքյալալ Եփեսացիներուն նամակի 6-րդ գլխու մեջ, երբ կխոսի Աստուծո սպառազինությունը մեր վրա առնելու մասին, վերջավորության սիրելներ 6-րդ գլխու 18-րդ համարի մեջ կսե. այս բոլորին հետ աղոթեցեք եւ խնդրեցեք տևապար։ Հա 3 անգամ սիրելներ կգրտնե աղոթեցեք եւ խնդրեցեք տևապար։ Սուրբ Հոգին օգնությամբ։ Հիմա որոնց համար պետք է աղոթենք։ Կշարունակի առաքյալը։ Ադորամարալ արթուն հսկեցեք գադարյալ հարադեվությամբ աղոթելով բոլոր հավատացյալ եղբայրներուն համար։ Ահա մեկ համարի մեջ 4 անգամ աղոթելու մասին կխոսվի եւ հրահանգ կդրվի, որ բոլոր հավատացյալ եղբայրներուն համար աղոթենք։ Հիմա երբ որ գսվի բոլոր հավատացյալ եղբայրներուն համար, միթե սիրելներ ննչած հոգևոր եղբայրները քույրերը հավատացյալ չեն այլևս։ Քրիստոսի եկեղեցին կազմված է 2 մասեր է։ Անոնք, որոնք այս կյանքեն մեկնած են, պայքարած են եւ ավարտին աստծած են իրենց պայքարը, ինչպես Պողոս առաքյալ գսե, հավատքի պատերազմը պատերազմեցա, հավատքս բահեցի եւ ահավասիկ կյանքս ավարտեցի։ Ուրեմն անոնք, որոնք այս կյանքեն բաժնված են, անոնք կգոչվին անտրանգած եկեղեցի, անտրանիկներու եկեղեցի կամ հաղթական եկեղեցի։ Իսկ անոնք, որոնք ողջ են, այսինքն մենք դակավին եւ այս կյանքի մեջ կպայքարենք մեղքին թեմ, մենք կգոչվենք սիրելներ զինվորակրյալ եկեղեցի։ Եվ այս
երկու եկեղեցիները դարբեր եկեղեցիներ չեն, այլ մեկ եկեղեցի են, մեկ ամբողջություն են։ Անոր համար հավասիկ մենք գաղութենք զինվորակրյալ եկեղեցվո անդամներս, զավակներս գաղութենք մեզ մեծ բաժնված, արհավետ մարմինով բաժնված մեր հարազատներու հոգիներուն համար։ Քանի որ իրենք ալ հավատացյալ են։ Եվ եթե մեկը ասե որ բայց անոնք այլևս մեռած են, նախ հիշենք սիրելիներ, որ Աստված մերելներու Աստվածը չէ, Աստված ողջերու Աստվածն է։ Երբ օրը սատուգեցիներ Հիսուսի մոտ կուքան եւ գսկսին արարգել, որ մերելներու հարություն չկա, եւ Հիսուս կպատասխանե իրենց հարցին, վերջավորության Հիսուս կսե գգարտամ ցեզի Ղուգասու ավիդարանի 20-րդ գլխու 38-րդ համարը ասեգա կնշանակե թե Աստված մերելներուն Աստվածը չէ, այլ ողջերուն, որտեւ իրեն համար բոլորնալ գենթանի են։ Աստուծո համար բոլորնալ գենթանի են, ողջ են։ Մերածը սիրելներ, մերած բիդլան անոնք, որոնք հավիդենաբես պիտի մերնին, այսինքն երկրորդ մահը պիտի ճաշակեն։ Բայց այլապես բոլորնալ Աստուծո թիմած գենթանի են։ Եվ սիրելներ, Աստված մեր հույսը մենք Քրիստոսի վրա դրած ենք ոչ թե ողջ եղած ժամանակ, այլ նաև ամեն ժամանակ։ Ինչպես որ հռոմայացիներու նամակի մեջ ալ սիրելիներ գսվի Պողոս Արաքյալ գսե հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու 38-րդ համարի մեջ, որովհետև համոզված եմ, որ ոչ մահը եւ ոչ կյանքը եւ գշարունակե ոչ հրեշտակները, ոչ հուրը, ոչ ճուրը եւ այլն, հիմա 39-րդ համար մեզ գրնան բաժնել Աստուծո սերեն, որ մենք ճանցանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ահա սիրելիներ, ոչ մեկը գրնա մեզ Քրիստոսեն բաժնել։ Ուրեմն ննչեցյալները մարմինով ննչած են, բայց հոգիով գենթանի են։ Դարձյալ Պողոս Արաքյալ գսե առաջին Կորինթացիներու նամակի 15-րդ գլխու մեջ գգարտամ ցեզի 18 եւ 19 համարները, ուրեմն ինչ, անոնք որոնք Քրիստոսի հավատացին եւ մերան գործված են ընդմիշտ։ Եթե այդպես է, եւ միայն այս կյանքին համար հույս տրած են Քրիստոսի վրա, մարդոց մեջ ամենեն խղճալիներն ենք։ Ահա սիրելներ կտեսնենք, որ աղոթքի բադվեր ունենք ամենքս իրարու համար աղոթելու։ Եվ քրիստոնեական եկեղեցին ամենեն հին առաջին թարերեն սկսյալ աղոթք փարսացուցած է ննչեցյալներու հոգիներուն համար։ Ննչեցյալներու, որբեսի Աստված հիշե զանոնք միշտ, մեկ, երկրորդ Աստված հանգստացնե անոնց հոգիները, երեք, Աստված ները անոնց մեղքերը, չորրորդ Աստված ողորմության արժանացնե զանոնք։ Եվ հինգերորդ նաև ողջերուս համար ալ կարևոր է, որբեսի մենք մխիթարություն գտնենք այդ աղոթներու ջամփով եւ ասենք դեր մեզ ալ արժանի դարձուր օրը եւ գանչվելու օրը կա հավիտենական կյանքին մաս կազմելու։ Ուրեմն սիրելներ, հոգեհանգիստը շատ հին ժամանակները գոյություն ունեցած է։ Նույնիսկ առաջին թարու կատակոմբներու մեջ, այսինքն հետնաթամփաններուն մեջ, քերեզմաններուն վրա թրված են աղոթքներ ննչեցյալներու համար։ Ասեմ որ հրյա ժողովուրդն ալ հին ժամանակ ննչեցյալներու համար աղոթք կներ։ Եվ քրիստոնյաները իրենք ալ Աստուծո խոսքեն կդած են համարներ եւ առաքյալներեն նաեւ ուղղությունը ստացած են, որբեսի աղոթք փարսացնեն։ Ես կուզեմ ցեզի երկու մեջբերումներ կատարել։ Մեկը 5 դագարանի երկրորդականոն կրկեն եւ մեկը նոր դագարանեն։ 5 դագարանը սիրելիներ փաղկացած է 77 քիրքեր է։ Այն մարդիկ, որոնք ուրեմն փողոքականյան ավիդարանական եկեղեցու դբակրած Աստվածաշունչը գոկտակորձեն, այս Աստվածաշունչը գփաղկանա 66 քիրքեր է, 39 5 դագարանի քիրքեր եւ առավել
27 նոր գդագարանի գիրքեր։ Իսկ սիրելիներ, ուղղափառ բոլոր եկեղեցիները եւ կաթողիկ եկեղեցիները այս 66 գիրքերուն վրա հավելյալ 11 երկրորդականուն գոչված գիրքերու է որ գավադան, որոնց մասին ասկի առաջ խոսած եմ ցեզի, բայց ամենայն թեպս ասեմ, որ այդ գիրքերուն մաս կգազմի նաեւ մագապայեցիներու գիրքերը, մագապայեցիները հրյա իշխանավորներ էին, որոնք բայկարեցան եւ դաջարը ազատագրեցին։ Ահա կգարտանք երկրորդ մագապայեցիներու գիրքի 12-րդ գլխու մեջ, թե ինչպես օրմը հութա մագապեն այս սկանչելի աստուծո նվիրված զորավարը ուրեմն բادرազմ գնե գարշավեն ետոմացիներու թեմ եւ ճշմարտաբար բادرազմի ընթացքին իրենց հարազատներեն ոմանք գինան եւ գմահանան երբ բادرազմի ուրեմն թաթարի ժամանակ մարմինները պիտի հավաքեն ամեն մեկը իր զոհերու մարմինները գմոդենան եւ ուղագի գարտամ ուրեմն երբ հասան ջագադամարտի դեղը կդան իրենց ասկագիցներուն թիագները որոնց սկեսներուն դակ թևադագին հուրուտքի ուլունքներ եւ ամեն տեսակ գուրքերի բժանքներ գային այսինքն կախարտական թուղթուկիրներ արած էին ճշմարտաբար հետերնին որոնք բեկչի առնեին բացարձակ կերպով մի բան որ հատկապես մերժելի էր օրենքով եւ եբրայցները այդպիսի բաներեն խիստ հերու էին գսե մագապայցներու երկրորդ մագապայցներու 12-րդ գլուխը գտնելով զանոնք հрьяաները հասկացան որ անոնց գոդորածը եղած է այդ բաժարով որովհետեւ անհնազանդ գտնված էին աստծո եւ այդ գախարտական հուրուտքները թլսմները գախարտանքի ուրեմն այդ կարերը իրենց հետ արած էին ինչպես որ այսօր մարդիկ գաբույթ հլուներ գախեն իրենց տուներու մեջ գարձելով որ այդ կարերը զիրենք չար աչքերը պիտի փրկե գամցիու բայտ գտնեն նալ գտնեն եւ այլն գարձելով որ այդպիսով պիտի փրկվին ահա սիրելներ անոնք երբեք չեն գտնար մարդիկը փրկել գշարունակեմ Անոնց մեդո բոլորնալ առհասարակ օրտնեցին արդար տադավոր դերը, որ գբացայդե քաղաքնիկները։ Ձունգի իջած գխնդրեին, որ անցյալին իրենց կատարած մեղքերը բարեսրդորեն աստվածներ է։ Քաչ հութան մագապայեցին ուրեմն իշխանը ըսպոպեց զինվորները խնդրեց որ ըսկուշ ըլան նման մեղքեր կործել է։ Ծեր աչքերով տեսակ գսեր որ այս բադոհասը դեղի ունեցավ անոնց կատարած մեղքերուն պատճառով։ Հիմա տեսեք ինչ կատարեց, ինչ արավ հութա մագապայեցին։ Ըստապ մտածելով, ամիջապես մտածելով, անիկա 4 սադեր արձատ հավաքեց եւ դվավ որ դանեն Երուսաղեմի մեջ զոհեր մատուցանեն գադարված մեղքերուն համար։ Այն մեղքերը որ գադարած էին մահացողները, անոնց մեղքերու համար, թողության համար զոհեր մատուցանեն, բادرակ մատուցվի։ Ադիգա խիստ իմաստուն քայլեր հիմա գսե մագապայցներու կրկի հեղինակը որովհետև ինչ որ գներ մերելներու հարության մասի մտահոգվելով էր որ գներ եթե բادرազմի մեջ ընկածներու հարության ագնկալություն չունենար զուր դեղ գլար մերելներուն համար աղոթք մատուցանելը անիգա ճիշտ հասկացած էր որ քեղեցիկ մահով ընկածները շնորհներու գարժանանան Անիգա գհավադար որ քաչությամբ ինգածները մեղքերու թողություն գստանան։ Գարտացեք սիրելներ երկրորդ մագապայեցներու գիրքը 13-րդ գլուխ 40-րդ համարը մինչև 46-րդ համար։ Ահա բասիկ այս քրքին մեջ հստակ կերպով մերելներու մասին աղոթք կա, բادرակ կա։ Եվ քանի որ փողոքական եկեղեցիներ չեն ընդունիր երկրորդականուն գոչված գիրքերը Եվ չեն ընդունիր բաժարներեմ գլխավոր բաժարը այս է, որովհետև հոգեանքիստի հրահանգա եւ քանի որ իրենք հոգեանքիստ չեն գդարել մերելներու համար, չեմ ուզեր սիրելներ խոսիլ որ թեև հոգեանքիստ չեն գդարել, բայց նաեւ հիշադակի օր կգդարեն, աղոթ կփարսացնեն եւ նաեւ թողություն ալ կխնդրեն իրենց մերելներու համար։ Հոգեանքիստ չէ, բայց թողություն այո։ Դարբերությունը գա արդյոք։ Ամենայն թեպս Կալով նոր գդագարանին։
Նոր գտագարանի մեջ սիրելներ Դիմոթեոսի, ուրեմն երկրորդ Դիմոթեոսի նամակին մեջ Պողոս առաքյալ հետևյալը գրել ուրեմն երկրորդ Դիմոթեոս առաջին գլուխ 16-ն մինչև 18 համարները Այստեղ Պողոս առաքյալ անձնական լուրեր գուտա իր աշակերտին Դիմոթեոսի եւ գսե թե ովքեր զինք լքեցին եւ ովքեր իր հետ մնացին գխոսի հիմա Վոնեսիֆորոսի մասին եւ գսե քալով Վոնեսիֆորոսին թող Աստված ինք վարձադրե անոր ընտանիքը որովհետեւ բազմաթիվ անգամներ զիս ուրախացուց չվախցավ փանդ քալու այլ հազիվ հռոմ հասած Եփեսացի էր այս Վոնեսիֆորոսը երբ որ Պողոս առաքյալ հռոմ հասավ մյուսները զինք լքեցին փախան մյուս քրիստոնյաները բայց Վոնեսիֆորոսը չվախցավ փանդ քալու ուրեմն հազիվ հռոմ հասած չանաց փնդրել եւ կդավ զիս թող Աստված ինք վարձադրե զայն Թադաստանի օրը Իստե որքան զարայություն մատուցանեց ինձի Եփեսոսի մեջ դու ինքդ շատ լավ գիտես հիմա երկրորդ Տիմոթեոսի նամակի 4-րդ գլխուն սիրելիներ նույն այս կերքի 4-րդ գլխուն այս անգամ 10 ուրեմն 9-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե Պողոս առաքյալ իր աշակերտին Դիմոթեոսին Բարևներս դուր Բրիսկային եւ Ագիլասին եւ Վոնոսիֆորոսի ընտանիքին Ինչու համար ոչ Վոնոսիֆորոսին այլ Վոնոսիֆորոսի ընտանիքին որովհետեւ եկեղեցու բոլոր հայրերը գսեն Վոնոսիֆորոսը այդ ժամանակ մահացած էր եւ ադոր համար էր որ երկրորդ առաջին գլխու 18-րդ համարի մեջ Պողոս առաքյալ գսե թող Աստված ինք վարձադրե զայն Թադաստանի օրը ուրեմն աղոթք է որ կփարսացնե նաև Պողոս առաքյալ անոր հոգին համար սիրելի քույրեր եղբայրներ միթե ննչեցյալներուն համար անգամ աղոթելը սխալ է չէ որ Աստված ամեն աղոթք կընդունի անշուշտ մենք բացարձակ կերպով այն համարումը չունենք որ սիրելներ մեր աղոթներով ովևէ մեկը թժողքեն դրախտ պիտի փայրենք բացարձակ կերպով ես հիմա նաև պիտի բացատրեմ ցեզի որոնց համար չենք գրնար աղոթել կամ բեք չէ աղոթենք բայց այն մարդիկը որոնք դժբախտաբար այս կյանքի մեջ ապրեցան ոչ ամբողջական այսպես բարեբաշխ ծևով այո մակրամակուր ապրեցան ներելի մեղքեր գործեցին բայց դժբախտաբար խորում ծևով չապրեցան կարելի անոնց համար աղոթել եւ աղոթել Աստուծմե խնդրելով որ ողորմած ըլլա Աստված անոնց նկատմամբ ինչպես որ Դավիթ մարգարեն ալգսե Սաղմոսի մեջ արդարությանդ մի թադեսես այլ կտությանդ կով կավեսես այսինքն արդարությանդ մի թադեր այլ քու ողորմությանդ արժանացուր մեզ մեր եկեղեցվո մեջ հանգստյան շարականներ կան հանգստյան կգոչվին որովհետև ննչեցյալներուն նվիրված են փազում են 8 ցայներ եւ բազմաթիվ դուներ եւ ամեն մեկ դունի մեջ եկեղեցվո շարականակիր հայրաբետները գխնդրեն Աստուծմե որ դեր քու կտությանդ ողորմությանդ արժանի դարձուր հարցում ցեզի Աստուծո Թադաստանին ավելի բարձր բան մգա մի դեսենք ամիջապես ոչ մեկ բան կա Աստուծո Թադաստանին ավելի բարձր գիտեք ինչն է Աստուծո ողորմությունը այո Աստուծո ողորմությունը եւ այս մասին Հակոբոս դիարնեղբայրը սկանչելի գերբով գսե իր նամակի երկրորդ գլխու 10-րդ համարի մեջ գսե Աստված իր Թադաստանի մեջ անողորմ պիտի լա այն մարդու նկատմամբ որ ուրիշներուն հանդեպ ողորմած չի եղած մինչդեռ ողորմած մարդուն բարակային Աստուծո ողորմությունը պիտի հաղթանակե Թադաստանի ադեն ողորմած անոնք որոնք ողորմած են եւ անոնց համար աղոթք կփարսացնենք սիրելիներ Աստված պիտի ողորմի նաեւ անոնց հետեւաբար ահավասիկ այս երկու օրինակները թե 5 դագարանի մագապայցներու քիրքեն եւ երկրորդ Դիմոթեոսի նամակի ուրեմն Պողոս առաքյալի խոսքեն եկեղեցվո հայրերը արդեն իսկ առաջին թարեն ըսկսյալ ննչեցյալներու համար աղոթք փարսացած են որ Աստված հիշե զանոնք որ Աստված հանգստացնի անոնց հոգիները որ ներեի անոնց մեղքերը եւ քթա անոնց վրա
եւ իսկապես ալ հոգեանկստյան մեր բոլոր աղոթներու մեջ այդ բոլորն է որ կխնդրենք մենք։ Ես միայն հոգեանկստյան վերջին աղոթքը գուզեմ թարգմանապարծեզի գարտալ Քրիստոս որդի Աստուծոն, այնտեղ գսվի Կանան գխնդրի Աստուծո եւ գսե ողորմե դեր, ողորմե դեր, ողորմե դեր, այսին դեր ողորմիա, դեր ողորմիա, դեր ողորմիա։ Քրիստոս Աստուծո որդի, թուն որ ներողամիտ ես եւ բարեկուտ։ Արարչական սիրովդ քթակ ու հանգուցյալ ծառաներուդ։ Հիշե զանոնք այն մեծ օրը, երբ արքայությանդ պիտի քաս։ Քու ողորմությանդ քավե եւ ները անոնց մեղքերը։ Լույսովդ բայձարացուր զանոնք սուրբերուդ հետ միասին, որոնք քու աչագոմդ պիտի թասվին, որովհետև թուն ես բոլորին դերն ու արարիչը, ողջերու եւ մերելներու թադավորը, եւ քեզի գվայլեն փառքը, իշխանությունն ու բադիվը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահա սիրելներ կտեսնեք, որ աղոթքը, որ գուղվի Աստուծո ննչեցյալներու մեղքերու թողության համար, կամ Աստուծո խնդրելով, որ Աստված ողորմած գտնվի, կթած գտնվի, ոչ թե արդար վարվի անոնց հետ, որովհետև եթե Աստված արդարության վարվի, ովևէ մեկս մեզ մեջ արտարանար, ոչ իսկ սուրբերը, բայց կխնդրենք Աստուծո, որ կթած ըլլա, արարչական սիրով մոդենա անոնց։ Ասիկա մեր բարդականությունն է, Աստուծո գործերուն խառնվիլ չէ սիրելներ հոգեանկիստ կատարելը։ Հոգեանկիստ կատարելով, ինչպես ասի, մենք ովևէ մեկը թժողքեն տրախտ բերելու հավակնությունը չունենք։ Եթե անոնք, որոնք դժբախտաբար մեղքերով մեղանչած են եւ մեռած են, անոնց բրգություն պիտի չլա, ես հիմա այդ մասին խոսիմ, բայց նախքան այդ հոգեանկիստի մասին հետեւյալը ասեմ։ Աստվածաշունչի մեջ հագարակ բան չսվիր, որ մերելներուն համար մի աղոթեք, ինչպես արդեն տեսանք, որ մերելներու համար աղոթ կան հագարակը։ Բայց Աստվածաշունչի մեջ հիշենք, որ Տեր Հիսուս Քրիստոս ըսավ իր առաքյալներուն, որ շատ բաներ ունիմ ցեզ դակավի խոսերիք, բայց դուք չեք կրնար հիմա դանել։ Ով պիտի ցեզի սորվեցնի այդ բոլորի մասին։ Սուրբ Հոգին։ Եվ տեսեք ահավասիկ այսեղ Հիսուս կսե, օրինակ Հովանու ավետարանի 14-րդ գլխու 26-րդ համարը կգարտամ ցեզի։ Մխիթարիչը Սուրբ Հոգին, որ հայրս ցեզի պիտի ղրգեիմ անունովս, անիգա ցեզի ամեն ինչ պիտի սորվեցնե եւ հիշեցնե, ինչ որ ես ցեզի ըսի։ Այստեղ հստակ կերպով սիրելներ գսվի, որ Սուրբ Հոգին պիտի գա եւ սորվեցնե ամեն ինչ։ Ամեն ինչ չէ գրված Սուրբ Գիրքի մեջ։ Հովանու ավետարանի 21-րդ գլխու 25-րդ համարի մեջ կգարտանք, Հովանես առաքյալ գսե ամեն ինչ գրված չէ նոր գդագարանի մեջ։ Բայց Սուրբ Հոգին ինք սորվեցուց եւ Սուրբ Հոգին ինք ինչ հրավ առաջին Կորինթացիներու նամակի մեջ 13-րդ գլուխ 28-րդ համարի մեջ ինքն է որ նշանակեց առաքյալներ, մարգարեներ, վարտաբետներ, ուսուցիչներ եւ անոնց փոխանցեց եւ անոնց միջոցով փոխանցվեցավ։ Հետևաբար եկեղեցու հայրերը Սուրբ Հոգիով ներշնչված է այս բոլորին։ Գրնակ երևակայել, որ եկեղեցու հայրերը սիրելներ Սուրբ Հոգին թեմ բամնեին։ Հետևաբար հոգեանկիստը Սուրբ Հոգին թեմ եղած բամը չէ։ Քանի որ աղոթելը նույնիսկ մեզ բաժնված ննչեցյալներու համար բացարձակ կերպով Աստուծո թեմ չէ։ Նույնիսկ եթե մեր աղոթները ոչինչ փոխեն, ոչինչ ննչեցյալի ցանկի մեջ, իր վիճակին մեջ, սիրելներ մենք մեղանչած չենք գլար, եթե անոնց հոգիներուն համար աղոթենք։ Եվ ով է այն անձը, ըլլա արաքելական, ըլլա գաթողիկե կամ ըլլա փողոքական, որ իր մե ննչած, իր մե բաժնված ննչեցյալի համար աղոթ չի բարձրացնել եւ չի խնդրել Աստուծո։ Միթե ինչ կլա, եթե փողոքականներ խնդրեն իրենց ննչեցյալին համար Աստուծո խնդրեն, որ դեր գաղաչենք արդարությանդ միտա դեր այդ քթությանդ արժանի դարձուր։ Մեղքորձած կլան Աստծո թեմ։ Սուրբ Հոգին թեմ մեղանչած կլան։ Անշուշտ ոչ։ Ինչու համար իրարու գաղոթենք, իրարու համար գաղոթենք։ Մի լսենք որ ողջ են կանեադոր համար, շատ բարի։ Իսկ չեն կրնար նաև ննչեցյալներու համար աղոթել։ Չէ որ եկեղեցին մեկ է։ Եվ բոլոր եկեղեցին իրարու համար պետք է աղոթե, ինչպես արդեն գարտացի։ Բացի սիրելներ, որոնց չեն կրնար հոգեանկիստ գադարել։ Եվ ասիգա շատ կարևոր է, որովհետև Սուրբ Գիրքի մեջ Հովանես առաքյալ
շատ կարևոր խոսք մը գսե իր առաջին Հովանու նամակի 5-րդ գլխում ես մի դիտամ ցեզի 14-ին 17 համարները տեսեք ինչ կսի առաքյալը առաջին Հովանու նամակ 5-րդ գլուխ 14-ին 17 համար ուստի համարցակ կերպով գտիմենք Աստուծո այն վստահությամբ որ երբ իր գամքին համացայն փամը կխնդրենք գլսեմես եւ երբ գիտենք թե մեր խնդրանքները գլսե գիտենք նաեւ թե պիտի ստանանք ինչ որ գխնդրենք իր մե եթե իր գամքին համացայն գխնդրենք Աստված պիտի դա Աստված չուզեր որ մենք կտածը լանք ինչպես որ ինքը կտած է Հիսուս չսավ այդպես կտած եղեք ինչպես որ ծեր երկնավոր հայրը կտած է բայց հիմա լսեցեք ինչ կսի առաքյալը երբ մեկը տեսնե թե իր հավատացյալ եղբայրները մեկը կործեց մեղքը որ մահացու չէ թող աղոթե Աստուծո որ կյանք տա անոր այս կյանքը թե այս կյանքի մեջ կրնանք հասկանալ թե նաև հավիտենական կյանքին համար կրնանք հասկանալ բայց գսե ասիկա գսե միայն անոնց համար որոնց մեղքերը մահացու չեն որովհետև մահացու մեղքեր ալգան որոնց համար չեմ ասեր որ աղոթե ամեն անիրավություն մեղք է բայց ամեն մեղք մահացու չէ հիմա որոնց համար չեն կրնար հոգյանքիստներ կամ բեք չէ հոգյանքիստնենք առաջին երթին սիրելներ հոգյանքիստ բեք չենենք բոլոր անոնց համար որոնք անաստված են Աստուծո գոյության բացարձակ կերպով չեն հավատար հետևաբար օրինակ իսլամի համար չեն կրնար մենք հոգյանքիստնել ես կհիշեմ օրը մեկ եկավ դարիներ առաջեր եւ ուզեց եկեղեցվո մեջ հոգյանքիստ կատարել Սադամ Հուսեյնին համար Իրաքի նախագահին համար որուն գախած էին եւ գլուխը գդրված էր եւ որ եկեղեցվո բադասխանադուներ մոդեցան ինձի ասելով համար հայր բարթեվ մեկ եկած է գուզե հոգյանքիստ կատարել այս ինչին համար ես բացադրեցի այդ մարդուն որ անհավատ մարդոց համար անոնք որոնք Քրիստոսի չեն հավատար հոգյանքիստ չեն կատարել մեկ անոնք որոնք սիրելներ մինչև վերջ համար մնացած են մերժելով Քրիստոսը մերժելով ընդունել Քրիստոսը մերժելով ընդունել եկեղեցվո բոլոր խորհուրդները մերժելով ընդունել սուրբ հաղորդությունը մերժելով սուրբերը մերժելով Քրիստոսի եկեղեցին անոնց համար հոգյանքիստ չեն կրնար կատարել բեք չէ կատարենք բացարձակ կերպով անոնք որոնք մահացու մեղքեր ունին այսինքն Սուրբ ոգին թեմ հայոյողը Աստուծո թեմ հայոյողը որ մինչև վերջ իր բերանը հայոյությամբ կմնա անիկա բացարձակ կերպով սիրելիներ իրավուն մենք չենք կրնար անոր համար աղոթել հոգյանքիստ կատարել եթե մեկը չի հավատար Քրիստոսի մարտեղացման ծնելուն եթե մեկը Քրիստոսի խաչելության հարության երկրորդ կալուստին եւ Թադաստանին հավիտենական կյանքին չի հավատար հոգյանքիստ չեն կատարել իրավունք չունին կատարելու եթե մեկը գսե որ ինչ սրախտ ինչ դժոխք ամեն ինչ այստեղ է անոնց համար բեք չէ բացարձակ կերպով հոգյանքիստ կատարել որովհետև սիրելներ եթե անոնք գենթանության չեն հավատացած Աստուծո հետևաբար մերներեն վերջ անոնց համար աղոթելը բացարձակ կերպով անիմաստ է անոնք որոնք ընդդիմացած են Աստուծո եկեղեցին հալածած են հավատացյալները սպանած են զանոնք եւ չեն զղջացած ընդհանրակը ուրախացած են հբարտացած են անոնց համար բացարձակ կերպով հոգյանքիստ բեք չէ կատարել նաեւ սիրելներ հոգյանքիստ բեք չէ կատարել բոլոր անոնց որոնք մարտասպան են եւ անձնասպան եղած են որովհետեւ ցանկը Աստուծո բարգևն է որ մարդուն դրված է եւ որ մարդ օրինակ մարտասպանը ուրիշի մը ցանկը գխլե Աստուծո դվածը ինքը խլե եւ անշուշտ զղջում չապրիր անոնց համար հոգյանքիստ կատարելը բացարձակ անիմաստ է կամ եթե անձնասպան է մեկը եւ գիտագիծ ծևով ոչ թե ուղեղի ցնցում ունեցած է կամ անհավասարագշիր ցանկ ունի եւ ինքզինք սպաննած է այլ ուղղակի գիտագիծ կերպով սպաննած է ինքզինք հոգյանքիստ չի կատարվիր ինչպես նաեւ անոնց համար թաղում չի կատարվիր ահա կտեսնեք որ եկեղեցին գիտե որոնց համար հոգյանքիստ կատարել եւ որոնց համար ոչ չմոռնաք որ սիրելներ Տեր Հիսուս Քրիստոս դերն է եւ ողջերուն եւ մեռածներուն ինչպես որ գարտանք
Հռոմայացիներու նամակի 14-րդ գլխու 8-րդ համարի մեջ եթե գաբրինք դիրոջ համար գաբրինք եւ եթե գմերնինք դիրոջ համար գմերնինք որ կնշանակե թե ըլլա կյանքին եւ ըլլա մահվան մեջ դիրոջ կպատկանինք ո՞յ մեկը չի գտարսել որ մերածները դիրոջ չեն պատկանիր ահա թե ինչու համար սիրելներ մենք նաեւ հոգեանքիս կգադարենք անոնց հոգիներուն համար եւ հետաքրքրական բանը գա հին բապմությունը գա 5 դագարանի մեջ թեփք մը գա սիրելներ այն թեփքն է երբ որ օրինակ գտեսնենք թե ինչպես թվոց կրկին մեջ 16-րդ գլխու մեջ 47-ին 48 համարներ անշուշտ պիտի գարտամ գտեսնենք թե ինչպես իսրայելացիները գդրդնչան Մովսեսի եւ Ահարոնի թեմ Աստվածալ գուզե զանոնք բաջել բայց Մովսես ուրեմն եւ գահարվածի Աստված եւ ամիջապես Մովսես Ահարոնին գբադվիրե որ փուրվարը առնե ցերկը եւ գանքնի եւ ուրեմն խունկ տնե եւ ժողովրդին համար Աստուծո խնդրե Եվ դեսեք ինչ կսե սուրբ գիրքը եւ Ահարոն Մովսեսի նսածին պես փուրվարը արավ եւ ժողովրդին մեջ վազեց արդեն ժանդախտը սկսած էր ժողովրդին մեջ փուրվարին վրա խունկ դրավ եւ ժողովրդին համար կավություն արավ եւ մերելներուն ու ողջերու մեջտեղ գեցավ ու ժանդախտը թատրեցավ ինչու համար սիրելներ մերելներուն եւ ողջերու միջև գանքնեցավ ինչու համար միան ողջերու մեջ չգանքնեցավ ուրեմն անոնց հոգիներու փրկության համար աղոտ եղավ Ինչու համար Քրիստոս իր խաչին վրա եւ որ մարմինով մահացավ եւ հոգիով թժող գնաց եւ այնտեղեն թժողքի մեջ ալ քարոզեց մերած հոգիներուն եւ այնտեղեն դուրս բերավ թժողքեն ու տրախտ առաջնորդեց Ուրեմն եզրագացնելով սիրելի եղբայրներ եւ քույրեր ննչեցյալներու համար հոգյանքից կդարելը աղոթել անոնց հոգիներու համար երբեք ալ Աստուծո գամքին հագարակ բամը չէ Եվ ոչ ալ Աստվածաշունչի թեմ է, այլ ընդհակառակը Աստվածաշունչին շատ համահունչ է աղոթելը, որովհետև մեր բարդականությունը բոլորին համար աղոթել։ Ասիկա լոզունգ եղած է հատկապես բողոքական եկեղեցիներու մեջ, որ sola scriptura, այսինքն միան սուրբ գիրքի մեջ, ինչ որ սուրբ գիրքի մեջ գրված է։ Ասեմ որ սուրբ գիրքի մեջ շատ բաներ կան, որոնք գրված չեն, բայց դառով գրված չեն, քիրով, բայց հոգին կա Օրինակ սուրբ գրքի մեջ գրված է որ սիգարետ ծխելը մեղք ունի մարմինը կփճացնե ոչ բայց սուրբ գրքի մեջ գրված է որ մեր մարմինները Աստծո դաջարն են եթե մենք Աստծո դաջարը կանտենք Աստվածալ մեզ պիտի կանտե սուրբ գրքի մեջ փարացի սուրբ երրորդություն բառը գրված է ոչ բացարձակ կերպով ոչ մեկտեղ սուրբ երրորդություն բառը գրված է բայց սուրբ երրորդությունը հայրը որդին եւ սուրբ ոգին հիշված են սուրբ գրքի մեջ հազարավոր դեղեր Գտեսնեք սիրելներ, ուրեմն բարեր կան որ գրված եթե չեն, չի նշանակեր որ սուրբ գիրքի մեջ չգան, ինչպես որ հիմա հոգյանքիստի համար ալ ցեզ խոսեցա։ Որովհետեւ երկարած չլամ, հաջորդ շաբաթ նաև ցեզ կխոսին, թե ինչ է 40-ը, թե ինչն է 7 նորեկը, ինչ է դարելիցը, եւ նաև հոգյանքստյան աղոթքը ամբողջությամբ գուզեմ ցեզի ընթերցել, որովհետեւ գիտնակ, թե Աստուծո գամքին համաձայն է որ մենք իրարու համար աղոթենք, որ մենք Աբրողներս հաղթական ուրեմն հաղթական եկեղեցին համար զինվորակրյալ եկեղեցին հաղթական եկեղեցին համար աղոթեն ինչպես անոնք ալ մեզի համար գաղոթեն վստահաբար Հետևաբար աղոթենք սիրելիներ բոլորին համար անխտիր զանոթներուն եւ անզանոթներուն բոլորին անխտիր ողջերուն եւ մեռածներուն իսկ թողասիգա բոլորիս համար նաեւ արիթը լա որ մենք ամենքս իրարու այս կյանքի մեջ ողջ եղած ադենը խոսինք Աստծո մասին մեր զավակներուն մեր ընտանիքի անդամներուն բոլորն ալ ապաշխարեն դիրոջ դառնան որբեսի արժանի լան հավիտենական կյանքին եւ մինչ այդ դուք նաեւ ինչպես մեր հայաստանյա ցերակելական սուրբ եկեղեցու սուրբազան հայրաբետները կանոն հաստատած են որ քոնե դարին 5 անգամ դաղաբար դոներու հաջորդ օրերուն հիշենք մեր ննչեցյալները խունկ ձխենք եւ աղոտ բարձրացնենք անոնց հոգիներու համար հարցյալ խնդրելով որ դեր հիշե մեր ննչեցյալները հանգստացուր անոնց հոգիները թողություն շնորհի անոնց մեղքերուն եւ քավության արժանի դարձուր եւ ոչ դարտարության պտտադե եւ նաեւ մեզի սուրբ հոգվո մխիթարությունը դուր դեր հավատքի զորություն դուր իմաստություն դուր որբեսի մեր ողջ եղած ադենը հերու մնանք ամեն տեսակ մեղքերը եւ երբ մեզ ալ գանչելու օրը հասնի հավիտենական կյանքին արժանի ելանք
Աստված ձեզ արադաբեստողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։